Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների ներգրավված անձինք ուղղորդվել են երկրից դուրս գտնվող օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Ցավոք, զուգահեռաբար ընթանում էր կառավարության տապալմանն ուղղված բողոքի ակցիա եւ հասարակությունը ականատես եղավ վանդալիզմի ակտերի եւ կոչերի։ Վրաստանում դեռևս գործում են օտարերկրյա հետախուզության ծառայությունների վերահսկողության տակ գործող ուժեր, ասել է նախագահը։ Վերջինս նաև հայտարարել է, Վրաստանում բռնի իշխանափոխությունը անհնար է։ Նրա խոսքով դա հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։ Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին ռազմատեխնիկական միջոցներով, եթե Վաշինգտոնը շարունակի իր ուժերը կուտակել տարածաշրջանում, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Եթե ԱՄՆ-ն շարունակի զինված ուժերի վտանգավոր կուտակումը, այս զարգացումը մեզ կստիպի իրականացնել համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ, նոր սպառնալիքները վերացնելու եւ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, հայտնել է նախագահը։ Կիմ Չեն Ընը կարծում է, ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում, անհրաժեշտության դեպքում թշնամու դեմ կանխարգելիչ հարված հասցնելը հեշտացնելու համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախազգուշացրել է, ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի։ Ամբողջ աշխարհում լիակատար քաոս եւ կոլապս է։ Ամեն ինչ ավելի բարդ կլինի աշխարհում եւ որոշ հարցերում, նաեւ մեզ մոտ, պարզապես որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, բոլորը պատրաստվում են պատերազմի։ Ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների, միայն նայում են, ով կողմն է լինելու, փորում են իրենց խրամատները եւ սպասում մեկնարկին։ Բոլորը գիտեն, պատերազմը մոտենում է եւ պարզապես պատրաստվում են, հայտարարել է նախագահը։ Այսպես Սերբիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որոշ արևմտյան իշխանական կենտրոններ ցանկանում են ուժով փոխել իշխանությունը Սերբիայում եւ օգտագործում են երիտասարդությանը ապակայունացման նպատակով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ԱՄՆ նախագահի վարչակազմի Ուկրաինայի բանակին հեռահար Թոմահոք հրթիռների մատակարարման հնարավոր որոշումը կբերի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների փլուզմանը։ Նախագահը նշել է, Թոմահոք հրթիռների կիրառումը հնարավոր չէ առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության, եւ դա կնշանակի էսկալացիայի նոր փուլ, այդ թվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն իշխանության տապալման փորձին աջակցության համար, այլ ոչ թե քննադատություն, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու էր համարել ԵՄ դեսպանին, նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար։